տեսանք։ Հիմա հոգևորականների միանալ է, խնդրեմ։ Եվ Որովհետև անբացատրելի է մարդը, որը դատապարտում էր։ Բացատրելի։ Խնդրեմ։ Եվ պատկերացրեք Փաշինյանի վիճակը, երբ գոնե նվազագույնը 3 պահանջ պիտի կատարի։ Ջրել ցեղասպանությունը, 300,000 ադրբեջանցիների վերադարձ, որի քարոզչական հողը նախապատրաստեց շրջայցերով, այսպես կոչված հասարակական դաշտի, հա, անդամների Ադրբեջանից Հայաստան, Հայաստանից Ադրբեջան։ Եվ փաստացի եկեղեցին հիմա թիրախավորված է։ Այլ առաջին, որը փորձում էր Փաշինյանը հանձնարարությունը կատարել մայրաթոռի վրա գրոհելով։ Եթե հիշում եք իր առաջին հայտարարությունը մեծ զանգված Էջմիածնի կենտրոնական հրապարակ եւ բնականաբար մտնելու էին, ասելու են գնում ենք ըստ զանգվածով, ասենք 5-10-15,000 մարդ մոմավառության, հասկանալ է, չէ՞, վերջնարդյունք ինչ է լինելու։ Սա ձախողվեց, որովհետև Փաշինյանը ամենայն հավանականությամբ հաշվել էր, որ կյանքի խոսքի եւ վկաներ կազմակերպությունների տասնյակ հազարավոր անդամներ կմասնակցեն։